չգտնեք և այդ էշը գբերեք ինձ համար։ Եվ առաքյալներն ասում է, եթե Տերը հարցնի, ինչ եք անում, կասեք, որ Տիրոջը պետք է։ Եվ սա ասում է Ավետարանիչը, պատահեց, որպեսզի իրականա Մարգարեի խոսքը, որն ասում է. ասացեք Երուսաղեմին, ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, նա հեզ է նստած մի էշի կուրակի վրա։ Աշակերտները գնացին և կատարեցին այնպես, ինչպես որ Հիսուս իրենց պատվիրել է։ Բերեցին էշն ու կուրակը և նրա վրա դրեցին իրենց վերարկուները։ Ապա Հիսուսը նստեց կուրակի վրա։ Ժողովրդի միջից շատերն իրենց վերարկուները փրկում են ճանապարհի վրա, ուրիշները ծառերի ճյուղեր են կտրում և սփռում ճանապարհին։ Եվ ամբողջ բազմությունը, որ թափորի մեջ Հիսուսի առջևից էր գնում կամ հետևում էր նրան, աղաղակում էր. Օրհնություն Դավթի որդու, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն Բարձրյանին։ Եվ ահա մենք էլ այս ժողովրդի նմանությամբ հավաքվել ենք այս սուրբ տաճարում, որպեսզի Տիրոջը դիմավորենք և ևս մեկ անգամ ասենք օրհնություն Դավթի որդու, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Ապա Հիսուս մտնում է տաճար, և բոլոր նրանց, որոնք տաճարի մեջ արծախով են զբաղված, տուր է տալիս նրանց սեղաններն ու աղանդավաճառների աշակերտները և ասում. Սուրբ գրքում ասված է, իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, մինչդեռ դուք ավազակների որջի եք վերածել։ Տերը գալիս է հաղթականորեն մուտք գործելու մեր մարմինից ներս, մեր սրտերից ներս, և այնտեղ, ինչպես որ առաքյալն է ասում, մեր մարմինը սուրբ հոգու տաճար է, պետք է այն մաքուր պահենք։ Սարգսակի այս տոնի կապակցությամբ, այս օրով Քրիստոս գալիս է, որպեսզի մեր մարմինները մաքրի, դարձնելով այն սուրբ հոգու տաճար, որպեսզի մենք էլ հասկանանք, որ մենք առաջին հերթին Աստծո կողմից ստեղծված ենք Աստծո նմանությամբ և պատկերով, որպեսզի մասնակիցը դառնանք նրա տերունական բոլոր արարողություններին։ Եթե ուզում ենք մասնակցել Սարգսակին ամբողջ սրտով ու ամբողջ ուժով, ապա ուրեմն պետք է թույլ տանք, որ Քրիստոս մաքրի մեր ներսը, ինչպես մաքրեց Երուսաղեմի տաճարը։ Եվ ահա, մինչև տաճար մտնելը